Բարև ձեզ Arm Radio-ի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է։ Ես Ասմիկ Բուդաղյանն եմ եւ ձեզ կներկայացնեմ այսօր սոցցանցերում առավել շատ քննարկվող թեմաներն ու դրանց մեկնաբանությունները։ Առանձնացրել եմ հետեւյալը. Արդյոք Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ազդեցություն ունեցան հայաստանցիներից վրա։ Պուտինը ընդդիմության հանրահավաքի մասին։ Սյունիքի մարզի Քաջարյան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, պատճառը շահագործվող հանքերն են։ Վարչապետին կոչով դիմում են բնապահպանները, ինչու եք կպել անտառների ջանին։ Այժմ այս եւ սոցցանցային այլ նորությունների մասին առավել մանրամասն։ Ռուսաստանյան ընտրությունները որպես հայկական հոգեբանական տրավմա, այս վերնագրով գրառում է արել բլոգեր Սամվել Մարտիրոսյանը e-journal էլեկտրոնայուն ամսագրում։ Արդյոք Ռուսաստանում կայացած ընտրությունները ազդեցություն ունեցան մեզ հայաստանցիներից վրա։ Ռուսաստանը մեզ հետաքրքրում է տարբեր եղանակներով։ Կան մարդիկ, որոնց Ռուսաստանը հետաքրքրվում է որպես սովետի իրավահաջորդ, քանի որ սովետը մի այլ ձևի թույն երկիր էր, ուրեմն Ռուսաստանն էլ դրա նման մի բան է։ Կան ուրիշները, որոնք համարում են, որ Ռուսաստանից լավ բան չի կարող լինել ընդհանրապես։ Մենակ մի երկու լավ բան այն էլ հաշիվ չի։ Կան մյուսները, որոնք համարում են, որ բոլոր վատ բաների հետևը կանգնած են ամերիկացիները եւ մենակ մերոնք, այսինքն ռուսները կարող են այդ մութ ուժերի դեմն առնել։ Եվ ինչ է ստացվում։ Մեր մի մասը հոռետեսությամբ լի ուշադիր հետևում է ռուսաստանյան իրադարձություններին։ Իմաստն այն է, որ ինչ վատ բան լինի Ռուսաստանում, հետո ձմռվա քամու պես փչելու է գա այստեղ։ Իսկ ռուսներից լավ բան չի լինում, ասում է Սամվել Մարտիրոսյանը։ Մյուսները շատ մտահոգ են, որ հանկարծ կարող է գունավոր հեղափոխությունների ժանտախտը տարածվել երկրով, ինչից հետո կհաղթեն ամերիկյան մութ ուժերը, որոնք արդեն իսկ կործանեցին հայ ազգի մեծն բարեկամ Քադաֆիին։ Բայց այս ամենի մեջ ամենադուրեկանը դուրս եկան հայ դիտորդները, որոնք ներկա լինելով ընտրություններին գոհ են մնացել եւ չեն նկատել խախտումներ։ Ժողովրդական մեծ ցասում ընտրություններից հետո Ռուսաստանում չկա, քանի որ ընտրություններից հետո բողոքների թիվն այնքան էլ մեծ չէ։ Դրանք ընդամենը 2 քաղաքներում են եղել։ Ընդհանուր առմամբ ընտրությունները նորմալ են անցել, ասում են դիտորդները։ Այսքանից հետո ուզում ես դիտորդ դառնաս, որ հանգիստ ապրես գեղեցիկ եւ արդար աշխարհում, գրում է Սամվել Մարտիրոսյանը e-journal-ում։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծում է, որ ինչպես էլ զարգանան հետընտրական իրադարձությունները Ռուսաստանում, դրանք ուղղակիորեն չեն ազդի Հայաստանում առկա գործընթացների վրա։ Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, քաղաքագետի կարծիքով Հայաստանի նախընտրական արշավը ընդհանուր շատ քիչ բան է ունենալու Ռուսաստանի հետ։ Առցանց առավոտից իմանում ենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ ուղիղ կապի ժամանակ, որը հեռարձակում է Ռոսիա 24 հեռուստաալիքը, հայտարարել է, որ հանուն արդար ընտրությունների կոչով հանրահավաքի մասնակիցներին Բոլոտնայա հրապարակ գնալու համար գումար են տվել, թե որտեղից նրան նման տեղեկություն Պուտինը չի ասել, սակայն ասել է, որ միանգամից չի հասկացել ճերմակ ժապավենների իմաստը, որով առանձնանում էին ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցները։ Այստեղ Պուտինը որոշել է անցնել որոշակի սահմաններ եւ ասել է. անկեղծ ասած, երբ ես էկրանին տեսա ոմանց կրծքին փակցված այդ ժապավենները, անհարմար է ասել, բայց ես մտածեցի, որ դա ձիահի դեմ պայքարի քարոզչություն է եւ դրանք, պարդոն, այդպիսի հակաբեղմնավորիչներ են։ Լսենք Պուտինին։ Говорить откровенно, я когда увидел на экране что-то такое здесь вот у некоторых на груди, честно вам скажу, ну, неприлично, но тем не менее, я решил, что это пропаганда борьбы со СПИДом, что это такие, пардон, контрацептивы повесили, думаю, зачем развернули, только непонятно. Вот, но потом присмотрелся, вроде нет. Ну так вот, в принципе, первая мысль была такая, что, ну, хорошо, это борется за здоровый образ жизни. И доктор Рошаль наверняка это поддержит, потому что это для молодежи это особенно актуально. Հիշեցնենք ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես Մանեժն է հրապարակում իշխանության կազմակերպած հանրահավաքին էին ժողովրդին գումար բաժանում։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտախցի կադրերը եւս տարածվել են YouTube-ում, ինչպես հաղորդում է ուկրաինական TSN հեռուստաալիքը, բանտախուցը հաջողվել է նկարել Տիմոշենկոյի բժշկական հետազոտության ժամանակ։ Ինչպես երևում է կադրերից, բանտախուցը բավական հարմարավետ է, սանհանգույցը, ինչպես ժամանակակից բնակարաններում, սենյակը մաքուր, կոկիկ ու հարմարավետ բոլոր անհրաժեշտ կահ-կարասիով։ Տիմոշենկոն կադրերից մեկում պառկած է անկողնում։ Տեսանյութն արագ տարածվել է Facebook սոցիալական ցանցում, շատերը կարծում են, որ այն իրական չէ, այլ մոնտաժված է։ Իսկ նման կարծիքի պատճառն այն է, որ բոլոր հարմարավետությունները ցուցադրված են առանձին, ոչ, այսպես ասած, Տիմոշենկոյի ֆոնի վրա։
Սոցցանցերը շարունակում են քննարկել Սյունիքի մարզպետի քաջագործությունները։ Առավոտեան այսօր հրապարակել է վերջերս արած մի հարցման արդյունքները։ Քվեարկողներին կայքը հարցրել էր, թե իրենց կարծիքով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանատվության կենթարկվի Սիլվա Համբարձումյանին հարվածելու համար։ Հարցմանը մասնակցել էր 509 մարդ, եւ նրանք ճիշտ են կանխագուշակել դեպքերի ընթացքը։ Ըստ արդյունքների նրանցից 381-ը 75%-ը պատասխանել էր, որ չի հավատում։ 99-ի կարծիքով 19%-ը մարզպետը կենթարկվի պատասխանատվության, իսկ 6% դժվարացել էր պատասխանել։ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթեյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, հրաժարվելու է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամությունից, այդպիսով բողոքելով իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ։ Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Քաջարան գյուղի բնակիչները դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը նրանց համոզմամբ առնվազն էկոլոգիական առումով հավասար է գյուղն իսպառ կործանելուն։ Ավելի վաղ ներկայացրել ենք գյուղացիների կարծիքն ու բողոքը խնդրի առնչությամբ։ Գյուղապետ Ռաֆիկ Աթեյանն ասում է, որ իր համագյուղացիների կողքին է լինելու, արյուն է թափելու, բայց հողերը չի տալու։ Ինչ է, սահմանամերձ գյուղը թողնենք, Թուրքին հեռանանք, ասում է գյուղապետը։ Բնապահպաններն այս օրերին տարածում են Քաջարանի խնդրի մասին պատմող տեսանյութ ֆիլմը։ Փոշի կեղտը հակի բոլոր գալիս է վերը։ Խմել ջրի վրան անստան։ Ժողովուրդ սրանով են անում։ Փոխարենը այսօր ոչ մի բան չեն։ Ասում են գյուղին չեք կպնում, փոքրդ ոչ մի հարց։ Իսկ մեզ ոչ մի բան պետք չի։ Ասում եք մեր գյուղը չեք տա։ Ում ուզում են ուղարկել։ Մենք հող ոչ մեկի չենք տա։ Մենք ծնվել ենք ստե, մահկանացու ենք ստե։ Մեզ ոչ մի բան պետք չի։ Ես էլ խոսում եմ ամբողջ գյուղապետերին։ Բոլոր ինչքան քաջարանցիներ կան։ Օղափան մենով, Երևան մենով, Ռուսաստան մենով, բոլորը առունից խոսում են։ Որպես գյուղապետ մենք հողը մենք պատրաստ ենք ամենավերջին արոնահեղության։ Բնապահպան ակտիվիստ Ապրե Զոհրաբյանը գյուղապետի հրաժարականի առիթով գրում է. Էկոգաղութարարների դեմ կռիվ տվող Քաջարանց գյուղի գյուղապետը հրաժարական է տվել։ Մարդը ասում է, ես ձեր հանցագործությանը իմ համաձայնությունը չեմ տա։ Փաստը հուսադրող է, մնում է ազգովի տեր կանգնենք այդ մարդու պահվածքին եւ Հայաստանի բնությանը։ Առիթ եմ ունեցել տեսնելու կրթված արհեստավարժ բարձրաստիճան շատ պաշտոնյաների, որոնք գիտակցելով, որ հանցագործությունը տեղի ունենում իրենց համաձայնությամբ կամ լռությամբ, շարունակել են համաձայն եւ լուռ աշխատել, ընտանիք են պահում հիմնավորմամբ։ Երիցս ճիշտ է Գուսան Հայկազունը, վախկոտն ամեն օր է մեռնում, իմացեք։ Իդեպ Ապրե Զոհրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի էջում անդրադարձել է նաև կառավարության մեկ այլ որոշման նախագծի, որը հայկական ժամանակ թերթի բնորոշմամբ թերևս կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում։ Ըստ նախագծի պետք է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով Պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում, հարկային, մաքսային եւ քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով։ Իսկ հումորն այն է, որ կառավարության նույն որոշմամբ այդ տարածքում կառուցապատումն արգելվելու է։ Ստացվում է, որ Պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու է անտառում խարույկի շուրջ կոճղերին նստած։ Եվ ահա Զոհրաբյանը գրում է վարչապետի էջին. Լիքը սանատորիաներ կան, մեկը գնեք, վերանորոգեք եւ վերապատրաստվեք։ Ինչի եք նորից ընկել անտառների ջանին, հոդուկ անկուս չեք։ Սահմանամերձ գյուղի հողը տալիս եք գերմանացիներին, որ խժռեն, իսկ գյուղացիները գյուղը թողնեն ու հեռանան երկրից։ Ազգային պարկից անտառ եք պոկում, որ վերապատրաստվեք։ Նարեկ Միրզոյանն էլ Տիգրան Սարգսյանի էջում անդրադառնում է Ջերմուկին։ Ջերմուկ քաղաքը կամաց վերածվում է ոսկու հանքավայրի։ Ես ցանկանում եմ իմանալ, թե իշխանությունները տեղյակ են հանքի շահագործման մասին եւ ակնկալում եմ դրական պատասխան։ Պատասխան բնականաբար դեռևս չկա։ Բնապահպանները հայտնում են, որ վերջերս չեղյալ է համարվել Հրազդան քաղաքում երկաթահանք կառուցելու համար Fortune Oil ընկերությանը տրված թույլտվությունը։ Թեմայի շուրջ քննարկում է եղել բնապահպանության նախարարությունում։ Պարզվում է, ընկերության ներկայացրած նախագիծը գիտականորեն հիմնավորված չէ, ոչ ձեռնտու եւ անթույլատրելի։
Չինական կողմի իրավաբանն ասել է, որ նոր նախագիծ է կազմվում, քանի որ ներկայիս նախագծի դրական եզրակացությունը չեղյալ է համարվել, բայց սա չի նշանակում, որ այս նախագիծն ամբողջությամբ տապալված է։ Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքում չինական Fortune Oil ընկերության կողմից իրականացվում են երկրաբանահետախուզական եւ կառուցման աշխատանքներ։ Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում։ Հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի էկոլոգիական վիճակի վատթարացմանը, ինչպես նաեւ հանքավայրից ընդամենը 600-700 մետր հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը, որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն Հրազդան քաղաքը, այլև Երևանը։ Վերադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի էջին մեջ բերեն Վահան Մարտիրոսյանի լավատեսական գրառումը։ Ծայրաստիճան աղքատության մասին սոցիոլոգիական տվյալներ բերելուց առաջ խորհուրդ կտայի այս օրերին մեկ-մեկ այցելել քաղաքի սուպերմարկետներ եւ նայել, թե ինչ առևտուր է անում այդ ծայրաստիճան աղքատ եւ օրվա հացի փող հազիվ հայթայթող ժողովուրդը, էգնանքով գրում է Վահանը։ Իսկապես տարածված տեսակետ է, բայց պատասխանն ավելի խելամիտ է։ Ըստ պատասխանի, Երևանի 10-15% գնողունակ է, իսկ դա մոտ 100-150 հազար է եւ դուք նրանց եք տեսնում սուպերմարկետներում, բայց խնդիրը մնացած 85-90%-ի մեջ է, բացատրում են օգտատերերը։ Սոցցանցային այլ նորություններ։ Շվեդիայի հյուսիսում գտնվող Օնգե գյուղի բնակիչները շոկի մեջ են այն բանից հետո, երբ համայնքում մեկ տասնամյակ բնակվող ընտանիքը ծնողներն ու նրանց 3 դեռահաս որդիները երեքշաբթի առավոտյան արտաքսվել են Հայաստան, հաղորդում է շվեդական The Local պարբերականը։ Անակնկալ արտաքսումից հետո մոտավորապես 3000 բնակիչ ունեցող համայնքի ավելի քան 100 անդամներ ի նշան բողոքի երեքշաբթի հավաքվել են քաղաքային հրապարակում։ Փրկեք ընտանիքին, թող նրանք վերադառնան ծննդյան տոներին, վանկարկել են հավաքվածները։ Ընտանիքի բարեկամ Գունիլա Օրսենը թերթին պատմել է, որ Օնգենի բնակիչները ընտանիքի անդամներին համարել են հաճելի եւ պատրաստական մարդիկ։ Նրանց հիմնական ցանկությունը շվեդական հանրության ինտեգրվելն էր, ասել է նա։ Տեղական խորհրդի անդամ Դանիելսոնն ասել է, որ ծրագրում է ուղիներ գտնել դանիելյանների ընտանիքին որպես աշխատանքային միգրանտներ վերադարձնելու համար։ Այս մասին կարդում ենք News AM-ում։ R&B երգչուհի Ռիհաննան ճանաչվել է Facebook սոցիալական ցանցի ամենապոպուլյար կինը։ Աշխարհի ամենաշատ օգտատերեր ունեցող սոցիալական ցանցում երգչուհու անձնական էջը լայքել է ավելի քան 40.570.000 մարդ։ Ռիհաննայի ցուցանիշը 23,000-ով ավելի է, քան մինչև վերջերս Facebook-ում ամենապոպուլյար մեկ այլ կնոջ Lady Gaga-ի արդյունքը։ Նրանց երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում ավելանում է ժամ առ ժամ, բայց այնուամենայնիվ Facebook-ում նրանք դեռ շարունակում են զիջել рэփեր Eminem-ին, ում անձնական էջը հավանում է ավելի քան 43 միլիոն օգտատեր։ Իսկ Twitter սոցիալական ցանցում Lady Gaga-ին հաջողվել է պահպանել առաջատարի իր դիրքը։ Նրա էջում գրառում է թողել 11 միլիոն օգտատեր։ Twitter-ում ամենապոպուլյար տղամարդը դեռահաս երգիչ Ջասթին Բիբերն է։ Facebook-ում առաջատար Eminem-ին Twitter-ում հետևողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ 5 միլիոն։ Պարզումը եվրոպացիների 1/4-ը երբեք չի օգտվել համացանցից։ 2006 թվականին նրանց թիվը կազմում էր 46%։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական վիճակագրական գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։ Երկրները, որտեղ բնակչության մեծամասնությունը կյանքում համացանցից մուտք չի գործել, Ռումինիան, Բուլղարիան եւ Հունաստանն են, համապատասխանաբար 54, 46 եւ 45%։ Live Journal բլոգային հարթակի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Իլյա Դրոնովը իր բլոգում ներկայացրել է համակարգում գրանցված բլոգերների վարկանիշային ցուցակը, որոնք թվով 300-ն են, գրում է Երկիր.am-ը։ Առաջին հորիզոնականում է հայտնվել Live Journal-ում Drugoi օկտանունով հանդես եկող Ռուստամ Ադագամովի բլոգը կամ այլ կերպ Մատյանը։ Վերջինս գլխավորում էր նաև նախորդ վարկանիշային սանդղակը։ Բլոգեր Դրուգոյն իր մատյանում բազմիցս անդրադարձել է հայերին եւ կիսվել իր Հայաստան, մասնավորապես Խոր Վիրապ կատարած այցելության տպավորություններով։ Մեկ լուր Գագիկ Շամշյանի մասին։ Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ավտովթարի վայրում դեպքի մեղավորները նյարդայնանալով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ներկայությունից, որ փորձել էր լուսանկարել տեղի ունեցած ավտովթարը, հարվածել ու քաշքշել էին վերջինիս։ Գագիկ Շամշյանը, հիշեցնենք, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ծեծողներից երկուսին կալանավորել էին։ Շամշյանը թերթ.am-ին ասել է, որ ոստիկանության աշխատակիցներն այդ պահին դեպքի վայրում էին ու ըստ Շամշյանի նրանց սրտով էր, որ իրեն ծեծում էին։ Ոստիկանները կարող էին ծեծը կանխել, բայց չկանխեցին, վստահ է Գագիկ Շամշյանը։ Այսօրվա համար սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից առանձնացրել է այսքանը։ Սոցիալական ցանցերի տեսությանը Մոնիտոր հաղորդաշարին կարող եք հետևել նաև YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Ձեզ հետ Հասմիկ Բուդեղյանն էր, առայժմ։